Լամինատներ ընդամենը 2390 դրամ 1 քառակուսի մետրի համար։ Գործում է նաև 16 ամիս 0% ապառիկ։ Մանրամասները idealsystem.am։ Հայաստանի քաղաքական համակարգի կայացման համար կարևոր է կուսակցությունների գործունեության լիարժեք թափանցիկությունը։ Խորհրդարանում կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ոչ մեկին չի հետաքրքրում, թե մյուս կուսակցությունները որտեղից են ֆինանսավորվում։ Մեր թափանցիկությունը օգտագործվում է մեր դեմ, սա էլ այն դեպքում, երբ ժողովրդավարությունը օգտագործվում է ժողովրդավարության դեմ, ընդգծել է Փաշինյանը։ Նա հավելել է, որ կուսակցությունների մեծ մասի ղեկավար մարմինները ձևավորվում են ոչ թափանցիկ գործընթացներով։ Հայաստանի կուսակցությունների 90%-ով վարչության կազմը կամ ղեկավար մարմնի կազմը մի հոգի կամ երկու հոգի գրում են, երբեմն ցույցեր չեն տալիս, հետո մարդիկ մամուլից են իմանում, թե ինչ եղավ, ոնց ընտրվեց։ Վարչապետի համոզմամբ կուսակցությունների ժողովրդավարությունը եւ թափանցիկությունը պետք է դառնան չափորոշիչներ ընտրություններին մասնակցելու հնարավորության համար։ Ժողովրդավարական երկիր ենք, ուրեմն մենք պետք է գտնենք մեխանիզմներ, որ այն կուսակցությունը, որ գործում է մեր երկրում, իրենք նույնպես համապատասխանեն ժողովրդավարության եւ թափանցիկության կանոններին։ Եվ դա կարող է ընդհանուր ընտրություններին մասնակցել, չմասնակցելու հնարավորություն տալ-չտալու հարց առաջացնի։ Փաշինյանը ընդգծել է, որ այս հարցում Հայաստանը պետք է սերտ համագործակցի միջազգային կառույցների հետ։ Այստեղ ես կարծում եմ, որ մենք էլի սերտ պետք է խորհրդակցենք Եվրոպայի խորհրդի, Վենետիկի հանձնաժողովի եւ փորձենք լավագույն պրակտիկաներ աշխարհում գոյություն ունեցող բերել, կամ եթե չկան մեր պրակտիկաները կիսենք, տեսնենք թե լավագույն պրակտիկաների դիտանկյունից դա ինչպես է երևում, բայց ես դա կարծում եմ, ինչ որ դուք ասում եք, ինքը բավականին հասունացած հարց է։ Վարչապետի այս հայտարարություններին անդրադարձել է իրազեկ քաղաքացիների միավորում կազմակերպության համակարգող Դանիել Անոսյանը, նշելով, վարչապետ Փաշինյանը ասում է, որ արդարադատության նախարարությունը պետք է Եվրոպայի խորհրդի եւ Վենետիկի հանձնաժողովի հետ միասին ձև գտնի, որ պետությունը պատշաճ վերահսկի կուսակցությունների ֆինանսավորումը։ Այս կապակցությամբ հիշեցնեմ, որ 2021 թվականին քաղաքասարակությունը գտել եւ նախապատրաստել էր այդ կարգավորումները, արդարադատության նախարարությունը դրանք ուղարկել էր Վենետիկի հանձնաժողով, վերջին օրհնել էր դրանք, բայց վերջին պահին Իմ քայլը խմբակցությունը նախագծից հանեց այդ կարգավորումների մեծ մասը։ Ընդ որում, իշխող խմբակցությունը կուսակցությունների ֆինանսավորման մասով քրեական օրենսգրքում թողեց առաջարկվող 4 հոդվածներից միայն մեկը, որը կիրառելի էր միայն ռեալ դրամահավաք անող, այսինքն սպիտակով աշխատող կուսակցությունների համար կամ դեմ, իսկ այն հոդվածները, որոնցով կդատվեին լրիվ սևով, քեշով գործողները, գրանցում չունեցող, բայց փոխծախսող դեֆակտո կուսակցությունները եւ ամենակարևորը փաստացի քարոզարշավ անող, բայց կուսակցության հետ ֆորմալ կապ չունեցող երրորդ անձինք դուրս մնացին նախագծից։ Լավ է, որ 4.5 տարի անց եկավ այս կարգավորումները բերելու գիտակցումը, չնայած եթե Մոլդովան չլիներ, կարող է էլ ավելի ուշ գային այս ընկալմանը։ Սրփուհի Գալյանին կաջակցենք, որ դրանք օր առաջ մշակվեն եւ ընդունվեն, նշել է նա։ Եվ այժմ զրուցելու եմ ուղղակի ժողովրդավարություն կազմակերպության նախագահ Գևորգ Քոթանջյանի հետ։ Ողջույն պարոն Քոթանջյան, շնորհակալություն միանալու համար։ Բարև ձեզ, շնորհակալություն հրավերի համար։ Պարոն Քոթանջյան, ես ուզում եմ հիշեցնել այն, ինչի մասին նախորդին խորհրդանում խոսում էին 7 տարի անց, 7 տարի առաջ, սա այս իշխանության խոստումներից մեկն է եղել ի դեպ այդ թափանցիկություն, ժողովրդավարություն, կուսակցական համակարգի կայացում, ֆինանսական հոսքերի վերահսկում, օրենսդրական փոփոխություններ։ Իհարկե, երբ մենք այս ամեն ինչի մասին խոսում ենք, իրենք ասում են, այո, մենք կուսակցությունների օրենքում փոփոխություններ ենք արել, ընտրական օրենսգրքում փոփոխություններ ենք արել, բայց դրանք արվել են այնքանով, որքանով եւ բավարար չեն եղել։ Բավարար չեն եղել, երբ մենք օրինակ հենց երեք խորհրդանի դահլիճում падգամավոր Ալեքսանյանը ներկայացրեց օրինակ Հույդայի ֆինանսավորման կամ նվիրատուների ցանկը, այնտեղ եղել է ընդամենը 1 նվիրատու, որը 1.900.000 դրամ նվիրատվություն է արել, այն էլ բնամթերք, հա, եւ հարցեր էին առաջանում, թե այդ դեպքում որտեղից է այս կուսակցությունը տնօրինում 7 տասնյակից ավելի գույք, կառավարում դրանք, պահում, հանրահավաքներ իրականացնում, ինչ միջոցներով եւ այլն։ Հարցադրումներ, որոնք հեղափոխությունից 7 տարի անց նոր հասնում են խորհրդարան։ Ինչու՞։ Ըստ էության, ցանկացած իշխանություն սկսում է այդ հարցերին չպատասխանել եւ
խառնաշփոթ չի ստեղծվում իր մոտ այնքան ժամանակ, քանի դեռ դա անհարմարություն իր համար չի ստեղծում։ Այսինքն միանշանակ է, որ քաղաքացիական պայմանագիր այն ժամանակ իմ քայլը խմբակցությունը եւ հետո քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը այդքան էլ նպատակահարմար չէին գտնելու ազդել, որովհետեւ այն ժամանակվա համար դա այդքան էլ իրենց պետք չէր, քանի որ խորհրդով կարող էր իրենց նաև շահերին վնասել, որովհետև ենթադրենք քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը մենք հիշում ենք իր պատմությունը, իրականում ԿՊ-ն չի եղել այն հարուստ անդամներ ունեցող կուսակցություններից մեկը, որը որ կարող էր ահռելի միջոցներ ունենալ, բայց հաշվի առնելով իր իրականացրած արշավները, մասշտաբները եւ այլն, կարելի է ասել, որ բավականին առանց գումար եւ առանց վարչական ռեսուրս դա հնարավոր չէ իրականացնել։ Խորհրդով հնարավոր չի, որովհետեւ տրանսպորտացիա ապահովելը միայն բավականին թանկ հաճույք է եւ բնականաբար այս դեպքում, քանի դեռ չկա ռիսկ, որ քո չկիրառած մեթոդը օգտագործվի քո դեմ, միևնույնն է ցանկություն չի լինում փոփոխել, հա, հիմա նույնը դատաիրավական համակարգը, քանի դեռ դատաիրավական համակարգը խոնարհ ենթարկվում է իշխանությանը, ոչ վեթինգի կարիք կա, ոչ որևիցե միջոցառում իրականացնելու, որ պետք է շտկվի այդ համակարգը, այստեղ իմ կարծիքով նորմալ է, ես չեմ կարող մեկնաբանել Դանիել Լեոնիսյանի խոսքերը, որովհետև այո, բավականին մեծ ժամանակ էր պահանջվել եւ բավականին մեծ առաջարկների փաթեթ է ներկայացվել, որ մերժվել է եւ դա կարելի էր համարել նաեւ քաղաքացիական համար հեղափոխությունից հետո մի ահռելի անհաջողություն, որովհետեւ բուն նպատակը հետագան տեսնելով եւ հետագա հնարավոր ռիսկերը գնահատելով նպատակը կանխելն էր այդ ամեն ինչը եւ նաեւ ժողովրդավարության այսպես ասած մակարդակը բարձրացնելն էր եւ թափանցիկության ապահովումը, որը սակայն չընդունվեց։ Շատ լավ։ Հիմա ինչ եք կարծում, այս հարցը եթե իսկապես կարգավորումները արվեն, հա, ընդունվեն, այս հարցը ինչպես է լուծելու այս խնդիրը, որովհետև մենք նաև ես մեջ բերեցի գրառում, որտեղ հիշվում էր օրինակ Մոլդովայի փորձը, հա, թե ինչ կարգի գումարներ են այնտեղ շրջանառել, հա, բանկային հաշիվներ, հետո այդ խոչընդոտների դեպքում կանխիկ գումար, կրիպտո գումարներ ու հազար ու մի բան տարբեր կուսակցություններին, տարբեր անհատներին աջակցելու, տարբեր քաղաքական պրոցեսներ գեներացնելու համար խոչընդոտելու կամ ազդելու Մոլդովայի թե նախագահական, թե խորհրդանական ընտրությունների վրա, թե Եվրամիության անդամակցության հանրաքվեի արդյունքների վրա։ Ինչ եք կարծում, սա մեզ մոտ ինչպիսի իրավիճակ կփոխի, հաշվի առնելով նաև Հայաստանի այն իրականությունը, որ այստեղ Ռուսաստանը օրինակ կարիք չունի, հա, ինչ որ զարտուղի ճանապարհներով գումար, այսպես ասենք, պտտացնելու։ Ռուսաստանը այստեղ այնքան ներկա է, որ Տեսեք, Գյումրի ընտրությունների, թիմ ընտրությունների ժամանակ հստակ եղավ կողմերից մեկը, որին աջակցություն հայտնեցին թե Պետդումայի պատգամավորները, թե առհասարակ այս ամեն ինչը ինչ կոչվում է ներքին գործերին խառնվել, ներքին հարցերին խառնվել։ ԿՀ-ի կողմից որևիցե արձագանք չեղավ, որովհետև մյուս կողմում ռուսական Պետդումայի ներկայացուցիչներ ենթադրվում է, որովհետև այլ մոտիվ չկար իրանց կողմից ձայն չանելու, հա։ Հիմա շատ դժվար է ասել, բայց մյուս կողմից մենք կարծես թե ունենք այն պատկերը, թե ինչ մրցավազք կա լինելու 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների։ Եվ խոսքը գնում է ոչ թե ուղղակի քաղաքական գործիչների, այլ այդ process-ում ներգրաված եւ ներքաշված են լինելու դոլարային միլիարդատերեր, բնականաբար գումարի ռեսուրսը ահռելի է լինելու ու այստեղ չունենալ որևիցե հնարավորություն կամ որևիցե մեխանիզմ վերահսկել այս ամեն ինչը կբերի շատ ծանր հետևանքների։ Հետևաբար, այո, այսօր նաև իշխանությանն է դա անհանգստացնում, որովհետև ի վերջո լինելու է ահռելի
բախումը վերաբերվում է ոչ թե ուղիղ մարդկանց միջև, այլ շահերի բախում, որտեղ որ խորը առումով իշխանությունը ունի միայն պետական, ուժային եւ այլ ռեսուրսներ, բայց համարային առումով դժվար թե կարողանա մրցակցի դոլարային միլիարդատերերի հետ, եւ սա իսկապես դառնում է օրհասական հարց իշխող կուսակցության համար, միևնույն ժամանակ հասարակության համար եւս, որտեղ փողով եկած իշխանությունը երբեք չի աշխատելու ի նպաստ հասարակ ժողովրդի։ Շատ լավ, դուք Գյումրի օրինակը հիշեցիք, այդ օրինակն էլ իհարկե աչքի առաջ ունենալով եւ առհասարակ հայաստանյան առհասարակ իրողությունը, եթե մեծ համատեքստ նայենք, այս անհրաժեշտությունը դուք տեսնում եք, որ կա, նշելով, որ օրինակ այդպիսի մեծ ֆինանսական ռեսուրսների դեմ իշխանությունը գուցե չկարողանա պայքարել, հետեւաբար օրենսդրական մակարդակում փոփոխությունները բերելու են այդ կարգավորումներին, հա, այսինքն նկատի ունեմ, որքանով է իրավիճակը փոքրինչ ավելի, այսպես ասած, լավը դարձնելու, փոքրինչ ավելի զտելու, փոքրինչ պաշտպանելու տարբեր ներքին գործընթացներին արտաքին միջամտություններից։ Դե արտաքին միջամտություն ասելով նաև նկատի ենք ունենում այդտեղ ֆինանսական հոսքերը ուղղելը ինչ-ինչ նպատակներից առայցնելու համար։ Մի հատ բան կա, խոսք կա, չէ, ասում хотели как лучше, получилось как всегда։ Հիմա մենք անկեղծ ասեմ, մինչև իրանք այդ փոփոխությունների փաթեթը չբերեն, մենք չենք կարող ասել, թե ինչն է դրանով շտկվում, ինչը ոչ։ Բայց միանշանակ է, որ էականորեն պետք է, որովհետև երբ որ չլինի ինչ որ կարգավորող նորմեր, մենք ունենալու ենք ահռելի բախումներ։ Եվ այդ բախումների ընթացքում մենք արդեն ամենուրեք ունենանք մոտավորապես փարաքարի դեպքերի նման վենդետաների մի մեծ շարան, որովհետև այնտեղ որտեղ կա փող եւ կա ուժ, այդտեղ կա նաեւ վրեժխնդրություն եւ Հայաստանի նախորդ իշխանությունների ժամանակ դա մենք շատ ենք տեսել, որովհետեւ փողերով մրցակցությունը միշտ բերում է ամեղ զոհերի զոհ ունենալու պատճառը եւ բնականաբար մենք չենք կարող թույլ տալ, որ պետությունը չպետք է թույլ տա, որ Հայաստանի Հանրապետությունում այլևս նման բան կրկնվի։ Հետևաբար փոփոխություն եւ որոշակի նորմերի ստեղծում պետք է, բայց ես վստահ չեմ, որ այսօր իշխանությունը կարող է դա ամբողջությամբ անել, քանի որ ինքը եւս ստիպված է որոշ դեպքերում օգտվել այդ ամեն ինչից։ Շատ լավ, իսկ ինչու՞ն է ի վերջո իշխանության ֆինանսավորումն էլ է բավականին մեծ լինում եւ խորը առումով մենք չենք մոռանում Երևանի ընտրությունների սկանդալը, որտեղ այստեղ բայց մի ուրիշ հարց էլ է գալիս, եթե բոլորին վերահսկեն քաղաքացիական պայմանագրին եւս վերահսկելու են, թե չէ։ Դե ենթադրում ենք, որ Հայաստանում օրենքի դիկտատուրա է, հետևաբար, հա։ Տեսնենք։ Լավ, իսկ այս կարգավորումների անհրաժեշտությունը ինչու օրինակ 4.5 տարի առաջ չկար, այսինքն կար, բայց չընդունվեց, բայց հիմա արդեն հարցը դրվում է այսպես, ընտրություններին մասնակցելու հնարավորության համար անգամ պետք է այդ օրենքը, որ կուսակցությունների թափանցիկությունը ստուգենք։ Իրականում ցանկացած ժամանակահատված ունի իր քաղաքական կառուցվածքը, հա, քաղաքականության կառուցվածքը եւ կախված թե ինչ սպասելիքներ կա, դրա ենթադրում, ոնց որ այդպես չպիտի լինի, բայց Հայաստանում ցավոք սրտի միշտ այդպես է, այսինքն կախված ակնկալիքներից եւ կանխատեսումներից որոշվում է ինչ որ նորմեր եւ կարգեր ներդնել։ Եթե մենք խոսեինք մեր ոչ թե իդեալական, այլ ուղղակի բոլորի համար ժողովրդավարության մասին, ապա այդպես չէր լինի, մենք այսօր կխոսեինք մեթոդները լավարկելու մասին, բայց քանի որ փաստացի այսքան ժամանակ չի իրականացվել, որովհետև դրանից օգտվել է իշխող խումբը, եւ նոր ենք ուզում ներդնենք, որովհետեւ կա ռիսկեր, որովհետեւ ժամանակն է թելադրում, իսկ նախորդի այդ ժամանակի մեջ այդ ռիսկը չկար, այստեղ
բնական է, որ կախված այդ ժամը, ոնց որ նվազեցնելու է բոլոր ռիսկերը, որը հնարավոր է օգտագործվի իր դեմ իշխանության դեմ։ Իսկ իշխանությունը մենք գիտենք նաև, որ սահմանադրությունով մեծամասնականն է, այսինքն ինքը ունի հնարավորություն որոշել եւ ընդդիմություն եւ անջատ խումբ, հա, ինչ որ անջատ պատգամավորներով խումբ իզորու չեն դրա դեմն առնել։ Եվ հետեւաբար, եթե որոշել են փոփոխություն, իսկ սպանը կլինի, բայց կարևորը դա հակառակ էֆեկտ չտա։ Այսինքն չլինի այնպես, որ վերջում հասկանան, որ այդ փոփոխությունները բերել շատ ավելի վատ հետևանքների բնակչության համար, քան այն, ինչը այսօր ունեն։ Այո։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Շնորհակալություն ձեզ։ Զրուցակիցս ուղղակի ժողովրդավարություն կազմակերպության նախագահ Գևորգ Քոթանջյանն էր։ Այս ժամի համար այսքանն էինք առանձնացրել, ես Ժիրայր Ոսկանյանն եմ, մնացեք առաջինի հետ։